Ինչպես ասնվում, սննդը խորհրդատու մեր սիրած ռուբրիկան ցույց են տալիս ինչ ենք գնել սուպերմարկետից։ Չինական կաղամ, սերուցկային պանիր, ֆունչոզա շատ լավ բան է, շատ օգտակար է, հունական յոգուրտ, հիմա այս դիսերտ ենք պատրաստելու, կատնաշոր, այստեղ ունենք վարունգ եւ այսպես տարտալետկաներ եմ վերցրել, պատրաստելու եմ դիսերտ, ցույց եմ տալիս առանձին վիճակը։ Սուլուգունի, հավի կրծքամիս, ձու։ Միշտ տանը ունեցեք սպիտակուցային սնունդ ձեռքի տակ, որովհետև երբ որ ժամը գալիս է, դուք սովածանում եք ու չկա հարմար բան ուտելու, դուք ուտելու եք, արդեն մոռանալու եք ձեր սնունդի մասին, արդեն մոռանալու եք ձեր նպատակների մասին, երբ որ մարդը շատ կախծած ու սոված է, իր համար մեկ է, արդեն սկսում ենք ուտել ամեն ինչ ոտի վրա ու արդեն սխառնվում է իրար։ Որպեսզի այդպես չլինի, իմ խորհուրդը նախօրոք պլանավորել սնունդը եւ մոտավորապես մոտակա 1-2 օրվա սնունդը ունեցեք տանը, որպեսզի չխառնվի։ Եթե չես պլանավորում, ընդհանուր բոլոր սֆերաներին է վերաբերվում, եթե ինչ-որ մի բան չես պլանավորում, միշտ շատ վատ է ստացվում։ Դրա համար պետք է նախօրոք պլանավորել, պատրաստվել, ունենալ տունը միշտ թարմ բանջարեղեն, կանաչեղեն, միշտ ունենալ ձու, կարող եք սառացրած եփած ոսպ ունենալ, նույնիսկ տավարի միս խաշած ունեցեք ձեր սառացրած, որովհետև բրկում է պայտակ, երբ որ ոչ մի տարբերակ չունես։ Եվ իհարկե մեր սիրած ձու, կատնաշորը, եթե սիրում եք, եթե չեք սիրում, ուրեմն ձեզ մի տանջեք, ընտրեք այն ինչ որ դուք սիրում եք։ Եվ հիշեք, առողջ բալանսավորված սննդակարգ, դա դիետա չի, դա մարաթոն չի, դա ապրելակերպ է։ Պետք է ձգտենք, որ դա դառնա մեր սովորական, մեր առօրյա, ու մենք չկիսենք կյանքը էտապներին։ Էտապը, երբ որ ես նիհարում եմ կամ ես ինձ հետևում եմ, եւ էտապը, երբ որ ամեն ինչ անկանոն ու անկարգ է։ Շատերի մոտ հենց այդպես է լինում, դրա համար շատերի մոտ քաշը տատանվում է, որպեսզի չտատանվի, միշտ լինի ստաբիլ եւ գեղեցիկ եւ օպտիմալ, փոխենք սնվելու սովորությունները, փոխենք մեր սուպերմարկետի զամբյուղը։ Ինչ որ մենք առնում ենք, ինչ որ տունը կա, ինչ որ ձեռքի տակ, մենք դա ուտելու ենք եւ պետք չի հանուն երեխաներին առնել պրյանիկ, կիլոներով կոնֆետներ, տխվածքաբլիթներ, լիքը վաֆլիներ մի արեք, որովհետեւ դուք եք ուտելու հաստատ։ Ոնց որ երեխեքին էլ պետք չի շատ մեծ քանակությամբ